Սիրելի հայրենակիցներ, վերջին երկու շաբաթների ընթացքում Կոտայքի մարզի Նայիրի համայնքի Պռոշյան և Քասաղ վարչական շրջանների բնակիչները մի քանի անգամ փակել են Երևան աշտարակ մայրուղին, պահանջելով վերանայել իրենց բնակավայրերը սպասարկող նոր տրանսպորտային միջոցների երթուղին, վերականգնելով ու պահպանելով նախկին երթուղիները։ Խնդիրը կայանում է նրանում, որ տարիներ շարունակ 25 և 59 համարի ավտոբուսները սպասարկել են վերնշված բնակավայրերի բնակիչներին և ըստ էության բնակիչների համար տրանսպորտային հաղորդակցությունը Երևան քաղաքի հետ որոշակիորեն լուծված է եղել։ Սակայն դատելով բնակիչների կողմից բարձրացված բողոքի ձայնից, պարզվում է, որ վերջերս կայացած մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել մի նոր ընկերություն, որն այսուհետ այլ երթուղիներով է սպասարկելու նշված բնակավայրերի բնակիչներին, որի հետևանքով և ուղևորը թե թանկանալու և երթուղին է ավելի կարճանալու, որի արդյունքում էլ ավելի է վատթարանալու Պռոշյան և Քասաղ վարչական շրջանների բնակիչների երթևեկության հնարավորությունը ու կապը Երևան քաղաքի հետ։ Վերջին երկու շաբաթների ընթացքում նշված բնակավայրերի բնակիչները մի քանի անգամ հանդիպումներ են ունեցել իրավասու տարբեր պաշտոնատար անձանց հետ, սակայն խնդիրը չի հանգուցալուծվել և խնդիրը մնացել է չլուծված, ինչի պատճառով վաղը սույն թվականի ապրիլի 22-ին ըստ տարածված հաղորդագրության Քասաղ բնակավայրի բնակիչները կրկին անգամ առավոտյան ժամը 8-ին փակելու են Երևան աշտարակ մայրուղին, ըստ էության պարալիզացնելով նշված ճանապարհով երթևեկությունը, այլ ելք չգտնելով դիմելու են նման ծայրահեղ միջոցի։ Սա նշանակում է, որ բնակիչները չեն հասել իրենց խնդրի լուծմանը և իրավասու մարմինները չեն կարողացել լուծում առաջարկել։ Սա վկայում է, սիրելի բարեկամներ, կառավարման ճգնաժամի մասին և իրավասու պետական մարմինները պարզապես իզորու չեն լուծելու մեր բնակիչների խնդիրները և նրանց կյանքը հեշտացնելու փոխարեն ավելի են բարդացնում։ Իմ անվերապահ աջակցությունն եմ հայտնում Պռոշյան և Քասաղ վարչական շրջանների բնակիչներին տրանսպորտի հետ կապված խնդրով ձեռնարկված պայքարի գործընթացում։ Պահանջում եմ իրավասու պետական մարմիններից իրենց իրավասությունների շրջանակներում ականջալուր լինել Պռոշյան և Քասաղ վարչական շրջանների բնակիչների պահանջին և ուղղակիորեն կատարել այդ պահանջը, քանի որ այդ պահանջը հումանիստական է, մարդասիրական է, ազնիվ ու արդար պահանջ է և բխում է հենց իրենց բնակիչների շահերից։ Այսինքն մարդկանց ուզածն այն է, որ պահպանվի նախկին երթուղիները, չփոխվի, ինչը հնարավորություն կտա Երևան քաղաքի հետ կապը պահպանել հնարավորինս հեշտացված կարգով ու պայմաններով։ Այսինքն այնքան պարզ պահանջ է նշված բնակավայրերի բնակիչների պահանջը, որ պետական մարմինները իրավասու պարտավոր են ուղղակի կատարել այն։